Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ ունենք շատ հետաքրքիր եւ շատ կարեւոր հյուր եւ շատ հետաքրքիր թեմայից ենք խոսելու։ Ներկայացնեմ թեման այս տարի Հայ օգնության միության հիմնադրման 115-րդ հոբելյանն է եւ այդ առիթով Հայաստանում հոկտեմբերի 15-ին կմեկնարկի 10-օրյա միջոցառումների ծրագիր, ինչի առթիվ մայրաքաղաք Երևան են ժամանել աշխարհի տարբեր կողմերում բնակվող Հայ օգնության միության անդամները կատարած հայանպաստ աշխատանքից եւ առաջիկա ծրագրերից կխոսենք մեր հյուրի հետ։ Մեր հյուրն է Հայ օգնության միության կենտրոնական վարչության ատենապետուհի Արուս Մելքոնյանը։ Բարի լույս, բարի առավոտ։ Բարի լույս ձեզ։ Այս ինչ ասես տաղավար մտակ մի անգամից sense ձեր հետ արև ու էներգիա բերեցի, sense խնդրում մի քիչ կթողնեք, չտանեք ամբողջը ձեր հետ։ Շնորհակալ եմ։ Շատ լավ։ Ինչպես կնանք լալ հայրենիք։ Սկսենք սկզբից, ինչպես ստեղծվեց 115 Այո, իսկապես ասի բադահագան փամը չէ, այսինքն 115 տարիներ կոյադեվել, անշուշտ Հայ օգնության միությունը հիմնվեցավ 1910 թվականին եւ գրանցվեցավ Նյու Յորքի մեջ։ Ի շնորհիվ Ագնունին, որ գժամանե հայրենիք են, գժամանե Ամերիկա, որպես կորձավար եւ գուկա եւ գտեսնե խմպակներ, գիներ, կովկովի եկած, բոլորը գաշխադին եւ օգնություն գահստենեն այնադեն զինվորներուն, փուշ քույրեր կբադրաստեին, երթային օգնություն դանելու մեր զինվորներուն։ So Ագնունին ադմեգը նկատի առավ, որ ասանք բաժնված խումբեր են եւ առաջարկեց, որ ասոնք ամենը միանան եւ այսպեսով երբ միացան իրարու հետ մեջտեղ եկավ առաջանունը Հայ Գարմիր Խաչեր, վերջը դարիներու ընթացքին 1910-ին մինչև այսօր գկոյադեվե գկորձե իշահ ինբաստ հայրենիքին եւ հայ ժողովրդին։ Այս 115 տարիների ընթացքում ես պատկերացնում թե ինչ հզոր եւ մեծ ընտանիք է ձևավորվել, թե կամավորների, առանձին թեմա է կամավորներինը, բայց ես պատկերացնում այս 115 տարիների ընթացքում ինչքան մարդիկ են հոմի շուրջ համախմբել, հոմը ինչքան մարդու է իր շուրջ համախմբել ու գաղափարը եղել է մեկը՝ օգնել հայությանը։ Այ հետաքրքիրը գիտեք որն է, ճիշտ է, հոմը այն հապավումն է, որտեղ էլ ասենք հոմ, իմ կարծիքով բոլորը անգիր կիմանան։ Հոմի այս 115 տարիների ընթացքում գնալով ավելացել են ծրագրերը եւ ուղղությունները, բայց ես կուզեմ խոսենք ավելի մոտ արդեն մեր ժամանակաշրջանի մասին, այս ընթացքում ինչ նոր ծրագրեր են, ինչ նոր ուղղություններ են ավելացել։ Այո, ինչպես որ նշեցիք սկիզբեն, մեր նշանապանը գարկախոսը արդեն ժողովրդիս հետ ժողովրդիս համար է եւ ուր որ գարիք ունի, այնտեղ հոմը պիտի գտնեք։ Այդ ծրագրերը կընդգրկեն լանոնք առողջապահական կենտրոններ, լանոնք գրթական մարզերու մեջ, այնպես որ մենք ծրագիրները շարունակենք, գրնամ նշել որոշ ծրագիրներ, ունենք գրթաթոշակ ծրագիրը, որը գրթանվաստ կուտանք աշխարհի 4 կողմը համալսարան ուսանող աշակերտներուն գտիմեն եւ մենք անոնց գրթանվաստներ գուտանք քնահատելու համար իրենց դարած աշխատանքին։ Անոր գողքին ունենք մենք հոս մոր եւ մանգան ծննդադունը եւ առողջապահական կենտրոնը Գյումրի Ախուրյանի մեջ հոնդեր ծննդադուն է եւ մինչեւ օրս ուրախ եմ ասելու որ 25000 առողջ ծնունդներ ունեցած են։ Նաեւ նշենք ներողություն խնդրում Հայաստանի Հանրապետության 48 համայնքներում հոմը գործում է, ճիշտ ենք։ Այո։ So ամեն դերին աշխարհի 4 կողմը 26 երկրներու մեջ կգործե հոմը, սկսելով ինչպես ունեմ ամերիկաները, կանադան, հարավային ամերիկան, արդեն ամերիկաները եւ միջին արևելքը, Սիրիա, Լիբանան, գկորձեն Քուվեյթ, անոր գողքին Եվրոպան երկիրները մեկ չդամ Եվրոպայի բոլոր երկիրները Ֆրանսիայում որտեղ հայությունը կա որտեղ որ հայությունը կա միջին արևելքին եւ հայրենիք եւ ջավախք Հայ օգնության միությունը կգործե եւ Կանադա, ասի Կանադան ջեփ այո
Այո, ուրեմն ծրագրերու շարքին նաև ունենք զոհված հերոսներու զավակներու որ գովանավորեն մեր անդամները եւ բարերարները այդ մեկը սկսեցավ 1988-ի երկրաշարժեն հետո Արցախյան պատերազմեն առաջին պատերազմեն ով որ երկրաշարժի տշպախտ օրերուն երեխաներ որ մնացին ծնողազուրկ եղան այդ երեխաները գովանավորվին մոտավորապես 9000-ը ավելի ինչով օրս երեխա հովանավորած են հայօգնության միությունը իր բարերարներով եւ իր գամավոր ընկերուհիներով ամենանոր ծրագիրը անոր գուզեմ հասնել մեր հույսի օջախներ ծրագիրն է որը կդրամատրենք բնակարաններ գաղավորված մեր բռնակախ եղած Արցախահայության ներգայիս ախուրիկ քյուղին մեջ հոն ապահոված ենք եւ մոդորերեն հացիկ քյուղի մեջնալ պիտի այդ բնակարանները լան եւ այս արիթով 115-ամյակին արիթով բացումը դեղի պիտի ունենա պաշտոնական բացումը եւ պիտի այցելենք ուրեմն ախուրիկ քյուղը եւ 10 դուներու բացում պիտի ունենք եւ այս բնակարանները կդրամատրենք քյուղատնտեսությամբ զբաղվող բազմազավակ ընտանիքներուն Վաու որբեսի թե գարչին իրենց հողին եւ թե դա աստված ինքնապավ գլան գերգեն եւ իրենքալ օկուդի գտեսնան Գիտեք, շատ եմ հայրոստատողներից միգուցե մտածեն, որ դե գումար են նվիրատվություն անում, գումար են տալիս, չէ, բայց իրականում այդ գումարը մեծ հույս, նոր կյանք, նոր ոտքի ելնելու հնարավորություն է տալիս, չհանձնվելու, չնահանձելու ու կրկին ժպտալու հնարավորություն է տալիս մարդկանց։ Ես միշտ ասում եկը գսեմ, մենք մեր առաքելությունը կործիկ վերածենք Բայց այդ կորձը սնունդ տվողը մեր բարերարներն են, մեր հովանավորներն են, բայց չմոռնանք մենք հազարավոր գամավոր անդամներ ունենք անդամուհիներ։ Եվ իսկապես Առանց իրենց ոչինչ չի կարող անել անկարելի է յուրահատուկ գազམ་ագերբությունը մեծամասնությունը 99% գանայք են եւ բոլորը գամավոր մեղուի պետագի պես կկործեն Եվ գահասնինք ուր որ գարիքը գա։ Իսկ քանի տարի է որ այս կարևորագույն գործի մասնակիցն եք դուք արդեն։ Ես փնիկ իրաքահայ եմ։ So հոնդերեն ես արդեն ինչ խելքս հասավ սկսեցիք այսինքն գամավոր եղա այս գազམ་ագերբության հագարակ որ անունը գդարբերի քաղաքական բաժաններով բայց հոնգե սկսեցա Ինչսեմ 40 տարի են ավելի է ես կծարայեմ այսինքն Լավ 25 տարեկան աղջկա տեսքով եք 40 տարի այդ գործի հետ մարդկանց շնորհիվ որ դուք այսպես ֆանտաստիկ երբ որ արդեն դեղափոխվեցանք օրինակ ես որ դեղափոխվեցա Ամերիկա առաջին հետազոտությունս աներ որ ուր է հայօգնության միությունը so անդամակրվեցա եւ շարունակեցինք եւ այդ գործի ասանք դարբեր հոգեգան կողացում գուտա աս ինչ որ գնենք նամանավանդ իսեր մեր ժողովրդին մեր ասքին Շատ լավ կուզեմ շատ արագ ժամանակի մեջ մեկտեղորենք եւ հասկանանք 10 օրյա այս միջոցառումների ծրագրի մասին կուզեմ խոսենք 10 օր որտեղից ենք մեկնարկում ինչն է առաջնայինը եւ ինչպես ենք ավարտելու այս 10 օրյա միջոցառումների ծրագիրը Այո վաղը աստվածուզե Ագնունի գիսանտրին բացումը վիդեո ունենանք մեր գետրոնեն ներս Չարենցի վրա Հոմի Հայաստանի շրջանային վարչության գետրոնեն ներս մեր հիմնադրի գիսանտրին բացումը դեղի վիդեո ունենա մյուս օրը պիտի մեկնենք ախուրիկ քյուղը եւ հոնդեր պաշտոնական բացումը պիտի ելա մեր հույսի օջախներու ծրագրին անգեյետ ամսու 17-ին է մեր խորհրդաժողով պիտի ունենանք բավական մասնակից զեկուցաբերեր մի օրյա խորհրդաժողով է ադիալ դերի պիտի ունենա անգե հետո ունենք ամսու 19-ին մեր պաշտոնական հանդիսությունը գեղարվեստական երեկո
եւ անշուշտ պիտի մեծ թափով հատկանշվի 115-ամյակը մեր հոմի։ Անոր պիտի հաջորդեն այցելություններ, շատ մտեղեր, պաշտոնական այցելություններ, վայրեր, բդույթներ, 10 օրով լեցուն իմաստալից, ինչ ասեմ, հոգեգան, սկացական ապրումներ պիտի ունենանք, նամանավանդ հոստեղ գտնվին աշխարհի 4 կողմեն, ինչ որ հաշվեցի, Երևանայեցեք դուք եւ հոմը մեզի հավաքեց։ Այսինքն այսօր ես Ամերիկա եմ, մյուսը Սուրիա է, մյուսը Ավստրալիա է, Կանադա է, Ֆրանսիա է, երբ որ հոստ գուկան մեկ ընտանիք, մեկ հոգի։ Ես անկեղծ լսում եմ ձեզ այն էներգիան ու հայրենիքի հանդեպ ու հայ ժողովրդի հանդեպ ձեր վերաբերմունքը սերը պարզապես ես չգիտեմ ինչպես կարելի է մեկնաբանել սա ու գիտեք ինչն է նաև ամենահետաքրքիրը որ այսքան տարիների ընթացքում մենք միշտ ես անկեղծ եմ ասում հիմա ուղիղ եթերում ենք, հա, մենք երբեմն ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունի սահմաններից դուրս ապրողներին գնացել ապրում եք այնտեղ, ձեզ ինչ կա, բայց իրականում ձեզ ավելի դժվար է։ Ձեր համար ցանկացած վերքն ու ցավը հայրենիքի շատ սարսափելի է։ Ցանկացած ուրախությունն ու հաղթանակը ձեռք բերումը հայրենիքի ձեր համար մի մեծ տոն է այնտեղ, ես վստահ եմ։ Ու այսօր այնտեղից երկիր մոլորակի A կետից, B կետից, մյուս երկրից հավաքել այտենց հայրենանվեր ու հայրենասեր մարդկանցով ու համախմբվել այս սենց գաղափարի շուրջ, դա պարզապես ամեն մեկին չէ հատուկ, ամեն մեկը չի կարող սա անել։ Ես ուզում եմ ձեր գլխավորությամբ, եթե թույլ կտաք, երբ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր երբևիցե հոմի հետ կապ են ունեցել, կամ երբևիցե իրենց ներդրումն են ունեցել գոնե մի հայի կամ գոնե մի մանուկի աչքերում այդ կրակն այդ սերն են վառել։ Շնորհակալ եմ։ Մենք շնորհակալ ենք։ Ձեր նեցուգը, ձեր ազնիվ խոսքերը արդեն մեզի նոր ուժ գուտա եւ պիտի շարունակենք առաջ Աստված 115 տարիներ եւս։ Սա այն թեման է, մենք ժամերով կարող ենք խոսել, որովհետեւ իրականում այս րոպեների ընթացքում այս ամենը միանգամից քննարկել, ամփոփել անհնար է պարզապես։ Բայց եւ վերջին հարցը երևի մեր այսօրվա զրույցի որքան էլ դժվար կլինի 1 րոպեում ամփոփել ասել, բայց 2025-ը շուտով դե արդեն մոտենալու է, արդյոք հոմը իր առաջ դրված ծրագրերը հաջողությամբ է ավարտել, ինչը վերաբերում է Հայաստանին կոնկրետ։ Այո։ Քրեթե բոլորնալ հաջողությամբ ինչ որ ծրագրած ենք մինչև օրս գիրակորձվի եւ գշարունակենք։ Այն ալս եմ մենք 4 տարի մեյմը մեր համահայկական պատգամավորական ժողովին կհավաքվենք եւ հոսե որ գքննարկենք, կարձարձենք եւ նոր ծրագրեր մեջտեղ գոքա։ Եվ այդպեսով է աշխարհով մեկ միասին գորոշենք, գծրագրենք եւ կորձի կանցնենք։ Ինչքան կարևոր է։ Մարդիկ որոշում են եւ անում են։ Խոսքը գործ է։ Ես մաղթում, գիտեք ինչ ճիշտ կհասկանաք վստահ եմ, որ հոմի կարիքը երբեք չլինի։ Գիտեք ինչ, ես կուզեմ երբեք չլինեն այդ վերանան գնալով բոլոր խնդիրները ծառացած, բայց ցավոք սրտի իրականությունն այն է, որ գնալով խնդիրները շատանում են, դժվարությունները շատանում են եւ այն ալսեմ, այսինքն հոմը այո, հայ օգնության միություն է, հասավ զինվորին հասավ որփին, հասավ ճունևորին, գարիքավորին, անոթին, սովածին, բայց անոր գողքին մեր գրթանբաստ աստ ծրագիրները գարժևորենք մեր աբակա սերունդը, որ արդեն աբակա ներկա է, նիմա են արդեն։ Դարբեր հանգրվանի մա անցավ հոմը։ Այսօր մագի մեջ է հոմը ներկայություն ունի։ Միացյալ ազգերու գազագերբության այսինքն պաշտպանելով կանանց իրավունքները, մարդկային իրավունքները, ուրեմն ուրիշ հանգրվանի ալանցավ։ Միայն օգնությունը չէ, ավելի բարելավումը, ավելի փառքավաճումը մեր աբակա սերունդին։
So ad մոդեցումով է որ կմոդենա հոմի բոլոր ընկերուհիները։ Շնորհակալ ենք շատ։ Աստված պահապան յուրաքանչյուր հայրենասեր հային, ձեզ, ձեր ընկերներին, բոլոր բարերարներին։ Ես գիտեմ, դուք միշտ գործով եք գալիս Հայաստան, ցավոք սրտի չեք հասնում ոչ Երևանը, տնեք ոչ Հայաստանը, ոչ շփվեք ձեր ընկերների, ծանոթների հետ։ Մենք հիմա ձեզ էլ չենք պահում։ Տանք հնարավորություն ձեզ մի փոքր վայելելու Երևանի մաքուրոտ բնությունը շփվել ձեր ընկերների հետ, իսկ մեր հեռուստայտուն եւս մեկ անգամ հիշեցնենք, որ մեր հյուրն էր Հոմի կենտրոնական վարչության ատենապետուհի Արուս Մելքոնյանը եւ հիշեցնենք եւս մեկ անգամ, որ այս տարի Հայ օգնության միության հիմնադրման 115-րդ հոբելյաններ եւ այդ առիթով 10-օրյա մեծ միջոցառումների շարք է լինելու, իսկ թե ինչ շարքեր մեր հայուհին, մեր հյուրը ներկայացրեց։ Շնորհակալ ենք շատ։ Ես իմ գարկիս իմ շնորհակալությունս ցեզի իսկապես որ արիթը ընձայեցիք Կրգին անգամ ժողովուրդը լսե հայ օգնության մասին։ Շատ շնորհակալ եմ։ Մենք եւս։ Այս պահին կընդմիջվենք, մեր եթերում կլինի Գովազդ, ինչից հետո արդեն կխոսենք մարզաշխարհից եւ ում հետ եւ ովքեր կլինեն այստեղ, կիմանաք քիչ անց մնացեք մեզ հետ։